Բարև ձեզ հարգելի դիտողներ, դուք հրաչով եք YouTube-յան ալիքում եք, ես հրաչն եմ, և ձեր ուշադրության եմ ներկայացնում իմ երկրորդ տեսանյութը Վրաստանի։ Նախորդ տեսանյութում մենք Երևանից հասանք Ախալցիխը, գիշերեցինք այդտեղ և շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Բոժոմի։ Այժմ ճիշտ ժամանակն է հավանել այս տեսանյութը և բաժանորդագրվել իմ ալիքին։ Եղեք ակտիվ մեկնաբանություններում։ Ուղղեք ձեր հարցերը ինձ, կամ կատարեք ձեր դիտողությունները, դրանք ինձ համար շատ թանկ են։ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը, վերջերս կառուցված ճանապարհը։ Նախկինում ճանապարհը անցնում էր բնակավայրերով և ոլորաններով, իսկ հիմա վրաց-չինական համատեղ նախագծով ճանապարհը անցնում է բազմաթիվ թունելներով և կամուրջներով, ինչը կրճատում է ճանապարհը 2-ից 3 ժամով։ Այստեղ որոշ հատվածներում առավելագույն արագությունը 110 կմ/ժ է, այսինքն 120 կմ/ժ թույլատրելի սահմանաչափն է։ Կառուցվել է ավելի քան 20 տունելներ և կամուրջներ, որը ինչ խոսք տպավորիչ է։ Ըստ էության, այսպիսի ճանապարհը թույլ է տալիս ուղիղ գծով առանց ոլորանների կտրել սարերը և ձորերը։ Մենք մեկնում ենք Վրաստանի Սամեգրելո երկրամասի Անոկիա ծովափնյա հանգստավայր։ Ուշադրություն դարձրեք ճանապարհի աջ եզրին գտնվող սողանքապաշտպան շերտին։ Այս ճանապարհի կառուցումը հսկայածավալ նախագիծ է, որը իրականացրել է Չինաստանի Հանրապետությունը։ Սա այսպես կոչված Միջինսկի չինական նախագծի մի հատվածն է, կամ այսպես կոչված Մետաքսի ճանապարհը։
Մենք արդեն մոտենում ենք Սամեգրելիո երկրամասին, եւ այստեղ եղանակը փոխվում դառնում է անձրևային։ Մեզ ընդամենը 10 կիլոմետրեր են բաժանում Անագի գյուղից։ Մենք մեր հյուրատան բակում ենք գտնվում։ Այս տանը մենք արդեն հյուրընկալվում ենք 8-րդ անգամ։ Այս տունը մեզ համար դարձել է անչափ հարազատ անկյուն։ Հաջան։ Հիմա մի տար։ Չէ, թող նկար, չէ, թող մենակ խմենք, հետո կտանես։ Խմում ենք կա։ Մի փոքր հանգստանալուց հետո մենք դուրս եկանք զբոսնելու։ Առաջին անգամ, երբ 2014 թվականին մենք այստեղ էինք, այս արմավիները նոր տնկած տնկիներ էին, իսկ հիմա հսկա ծառեր։ Անագնյան մեգրելական գյուղ է, Սևծովի ափին, որը նաև առափնյա է Ինգուրի գետին։ Անագնյան գյուղից ծովափնյա հանգստավայրի վերածելը եղել է Վրաստանի նախկին նախագահ Միխայել Սաակաշվիլու նախագիծը։ Ընդհանրապես նախագահ Սաակաշվիլին այստեղ ցանկանում էր հիմնել Լազիկա անունով մեծ քաղաք, որը պիտի մրցակից դառնար թուրքական Անտալիային։ Սակայն Միխայել Սաակաշվիլիից հետո նախագիծը առայժմ չի շարունակվում։ Անագնյանում նաև պիտի լիներ մեծ նավահանգիստ, բայց այս նախագիծն էլ մի տեսակ տեղափոխության մեջ է հայտնվել։ Անագնյան շարունակվում է մնալ սիրված վայր բոլոր նրանց համար, ովքեր սիրում են հանգստանալ մի փոքր կտրված աղմուկից, վազքից։ Այստեղ իրականում քիչ հանգստացողներ կան, որը յուրահատուկ անդորր է ապահովում։ Այստեղ չկան շքեղ ռեստորաններ, ակումբներ կամ խաղատներ։
Այս շինությունը նախկինում եղել է հյուրանոց, սակայն ի զարմանս մեզ այս անգամ այլևս չէր գործում։ Ես հանակներում եղել էի վերջին անգամ 2024-ին, եւ այս հյուրանոցը համարվում էր այստեղի լավագույն հյուրանոցը։ Անսպասելի էր այն տեսնել լքված։ Այս կամուրջը անչափ գեղեցիկ ճոպանների վրա ճեմակամուրջ է, որը անագն կապում է Ընգյուրի մյուս ափին գտնվող Գանմախորի գյուղի հետ։ Մենք այս կամուրջով քայլելիս կհայտնվենք Ընգյուրի գետի մյուս ափին։ Իսկ սա նոր կառուցվող բնակելի համալիր է։ Տեղացիները ասացին, որ այստեղ այլևս չկան ազատ բնակարաններ, եւ բոլոր բնակարանները արդեն վաճառված են։ Սակայն եթե անկեղծ ասեմ, իմ մոտ տպավորություն է, որ այս շենքի շինարարությունը նույնպես չի շարունակվում։ Ծովափին այսպիսի ձկնորսական նավի կմախ կա։ Անդրեյը քամին օրը դադարել, իսկ ծովը շարունակվում էր արլեկոծվել, իսկ սա ես եմ նկարանումներ կատարելիս։ Իսկ այս շինությունը պետք է լիներ սրտարան, որը երբեք չի գործել։